ու եթե մեկը փորձեց կողից մտի ֆրֆրա, տուն ու տեղը շինելու է պորնականով, հետո փորձեց մտնել դեպի Բարի լույս կամ բարի օր սիրելի ժողովուրդ, որովհետև ստեղ Միացյալ Նահանգներում դեռամսի 16-ն է, օրը կիրակի ժամը գիշեր, այսինքն ցերեկվա 3-ն է, Հայաստանում գիշերվա 3-ն է, արդեն ամսի 17։ Ես երևակայի ամենաառաջին քաղաքական հայտարարությունը պիտի անեմ, կապված Էջմիածին քաղաքում տեղի ունեցած հայտարարական ընտրությունների վերաբերյալ։ Բնականաբար ես հայտում եմ ոչ թե միայն իմ, այլ նաև դոկուսակցության պաշտոնական հայտարարությունն է սա։ Միանգամից ասեմ, որ դոկուսակցությունը չի ճանաչում Էջմիածնի ընտրությունները որպես լեգիտիմ, ճիշտ է, մենք չենք մասնակցել հարկերի պատճառով, որովհետև ես չկայի, դրա համար եղավ այն ինչ որ եղավ, բայց այս ընտրությունը անվանել լեգիտիմ ընտրություն, դա աբսուրդի ժանրից է։ Ինչու այսպես կոչված ԿՊ-ն հաղթեց, որովհետև նախ առաջինը մի քանի պատճառներ, նախ առաջինը չկար ռադիկալ ընդդիմադիր ուժ այդ ցանկի մեջ, այսինքն չկայի ես կամ դոկ կուսակցությունը իր տեխնացույով։ Երկրորդ, քաղաքացիների բուրըն անտարբերությունը, Էջմիածնի բնակիչների հայտարարակ անտարբերությունը իրենց իսկ ճակատագրի, իրենց իսկ քաղաքի վերաբերյալ։ Ես հեսա մի փոքր անց հետ կգամ նորից ես երկրորդ իմ կետին, այս անտարբեր անձանց։ Երրորդ, ուրեմն հովանային անջատումները, հիմա խոմտաշի սամոտ չկար։ Ինչի լույսերն անջատվել, ինչի երեք այս ժամին Էջմիածնի լույսերը անջատված չէին, հիմա անջատվեցին։ Այսինքն այս անգամ ընտրությունները անջատվեցին, գումարած դրան լցոնումներ։ Այսինքն այն ինչ որ կատարվում է 95 թվականից սկսած, շարունակվում է մինչև այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի բռնած քաղաքական ուղին շարունակում է Նիկոլ Փաշինյանը ԻԱԿՊ-ով։ Եթե այս մասնակիցները պլոջիկով են, պիտի մաղեն հայտարարեն, որ բոլորը համարում են ամովել, որովհետև ինչի ակնաց է հոսանքը։ Երրորդ, ընտրակեղծիքներ, մահացած անձինք, եկել են մասնակցել են։ Գոյություն չունեցող անձինք, մարդը գալի մտմածրատեղավ, ասեն իատան վրա մի 20 հոգի բգրացված է, հնդիկ, մնդիկ, հայ, թուրք, վրացի, ով ասեց, ովքեր են դրանք, մահացած մարդիկ, ինչ գործուն են։ Վախի մտնոլորտ, բացարձակ վախի մտնոլորտ։ Մեր Էջմիածնի ժողովուրդն էլ վախենալ չգիտեն, աստվածներ չի խնայել։ Տեխնացուներից, այս հավանական ձայներ հավաքող տեխնացուների մի մասը չի մասնակցել ելնելով վախի մտնոլորտից, որովհետև բանը քերական գործեր վրեկառուցած, հարազատների վրա, ընտանիքի անդամների վրա, իրանք էլ պիսիկ են, օրինակ մավելի տղեն, պիսիկ, պիսիկ, մախամայում այդ մարդը։ Ասմա, ի վրա տոնով քերական գործկա ես չեմ մասնակցում։ Այն նորն ասում է իմ կնգավել են քերական գործկա ես չեմ մասնակցում։ Այն եկն ասում է իմ վրա ունեն ինտիմ կարգի կամպրամատ ես չեմ մասնակցում։ Եվ այլն։ Ուրեմն այս ամենի համախառն արդյունքը բերեց նրան, որ ԿՊ կոչվածը հաղթեց։ Իրանք իրանք հայտարարեցին, որ մենք հաղթել ենք։ Եվ մյուսը, որ իմ համար առաջացրեց զարմանք, ես զարմացած եմ, թե Էջմիածին քաղաքում այսքան բոզի տղա որտեղից։ Հա, ես գիտեմ, 100 հոգի պիտի ունի, 100 հոգի, 200 հոգի, 300 հոգի բոզի տղա պիտի լինեն ցանկացած քաղաքում։ Ասում եմ, դուք չկարողացում չլինի։ Բայց Էջմիածինում բոզի տղեկի քանակը փաստորեն բավականին շատ է, որտեղից ես չգիտեմ։ Որտեղ խելքին մարդը չի կարող գնալ ԿՊ-ին կամ Վազգենի քավորը Ձեն տալ, Վազգենի քավորը սկի Վազգենը ձեն չեր տա, հիմա որ Վազգենը երաբլույց ունի, առաջին իակ քավորը պիտի բռնի ու այն բանից անի, չեմ կարողանում հասկանալ։ Մյուսը, որ ինձ նախ հետ են վերադառնում քաղաքացիների անտարբերությանը։ Սիրելի քաղաքացիներ, կապ չունի Էջմիածինը, Օկտեմբերյանը, Մեղրիա եւ այլն։ Ուրեմն կարճ դասախոսություն հատուկ են մարդկանց համար, որը որ ասում են մենք պոլիտիկայով չենք զբաղվում։ Լսեք,
ցանկացած քաղաքացի, ցանկացած անձ, պատանի, ում 18 տարին լրանում է, տրվում է անձնագիր, այսինքն ինքը դառնում է քաղաքացի։ Ինքը այդ պահից սկսած ունի իրավունք եւ պարտականություն։ Պարտականության մեջ մտնում է 5 տարին մեկ անգամ կամ 2 անգամ ընտրատեղամաս գնալը եւ քվեարկելը։ Դուք մարդ եք, դուք կենթանի չեք, դեռ անգամ կենթանի, գայլը, թիղը, դելֆինը ավելի շատ գիտակցություն ունի, քան թե այն մարդը, այն անհատը, ով ասում է, թե ես պոլիտիկայով չեմ զբաղվում։ Նման վարկային դրսևորում ունի կենթանական աշխարհում հատուկենտ կենթանիներ, օրինակ ոչխարները, որտեղ գայլը որ գայլը ինքը ընտրում է իրան ղեկավար, բաժակստայի։ Ոչխարը չունի ղեկավար, գնում է այդի հետևից։ Նման մարդիկ չեն տարբերվում ոչխարից, կնեղանան, չեն նեղանան, այդ անձնական իրավունքն է։ Ես իմ նախընտրական ծրագրի մեջ մտցնելու եմ կետ, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գնալ ընտրատեղամաս ընտրությունների ժամանակ։ Չգնացողը պետք է տուգանվի 300,000 դրամով։ Այն ժամանակ արդեն հարկադիրը պարտադիր կգա այդ քաղաքացու, տուն այդ քաղաքացու տելևիզորը, խալազենիկը կվեկալի կտանի, եթե չվճարեց։ Որտեղ եղբայր դու պիտի ընտրես, դու պիտի ընտրես քո քաղաքի ղեկավարին, քո երկրի ղեկավարին, որ վաղը չասես, լիստը չաշխատան, զիբերը չեն հավաքում, համատարած կոռուպցիա, գնում են քարտուղարուհի փուսին, հանես կողեց բերանած, չթողես մտնեն քաղաքապետի մոտ կամ մյուսի մոտ, դու պիտի գնաք։ Չի կարելի լինել այս կարգի անտարբեր։ Անտարբերությունն ամենամեծ հանցագործությունն է։ Տաման օրը ցերեկով ղանչարը փոխում են, մեկի թոքը կողից սախկանած նայեն են։ Չեն ասում գոնե տանենք ավտոն, տանենք հիվանդանոց։ Ռուսերին եք ձեռ առնում, տրեք անցակ։ Բանին, ռուսերին։ Ես զայրացած եմ այդ անտարբերության վրա, չգնացողների վրա, եթե մարդիկ գնային, կպնեսոր ինչքան էլ փորձեր ընտրակեղծի կանեն, որ արելա, չէր անցնի։ Ուղղակի չէր ասում, բայց անցավ։ Եվ Էժմիածինում, փաստորեն դե ֆակտո հաղթեց Նիկոլը, որովհետև մի շարք թափթփուկներ քաղաքական եկան եւ արեցին ինչ պիտան, հիմա վանեցան, քեզ հարց են տալի 2%-ի համար, արժեն որ դու եկար մասնակցեցի վանեցան։ Դու չես հասկանում, որ քեզ չեն ընտրելու այ մարդ։ Եվ այն մյուսները 2%, մի տոկոս, ժառանգությունը 0.5%։ Ես փոխի տղաչին ուզում եմ հարց տալ, եթե դուք գիտեք, որ դուք դե չեք անցնում, խեգնում ըտմատ, այդ տղա, խեգնում կյուլեցում, հիմա վանեցյան մի տեղատրություն լի, նորից պիտի գնաս, չեք ամ ժառանգություն, կամ մյուսները, արաչան չեք անցնում, դուք խեգ մասնակցում, հա փող ունեք, բայց ձեն տվող չունեք, վանեցյան 2020 թվի պարլամենտական ընտրությունը 7% ազիվ արկիչ, Այս սաղ 5 տարվա ընթացքում սաղ տեսա, որ կողպատիվ չունենը Նիկոլի իշխանությունը ֆունդամենտով պահեց։ Հիմա գնում ես էլի մտնում ես քաղաքական, որի չանես, այլ լալոշ։ Եթե պարլամենտական ընտրությունների դու փորձել ես քո տեխնացությունը տնես վանեցան, ես քո տունը տղան եմ մոտ։ Դա դե փորձի մասնակցի։ Ոյ մյուսներ է վերաբերվում, ովքեր ես Էժմիածին հավաքել ես 1000%։ Տուն տեղ վեկալել է գնաք Հայաստանից։ Լավ էլի կա, ամեն մեկը ձեր հերթին ուզում է տարնակ, ասետրինա, բայց ասկի, չերի չկակ։ Սինք ասուկը ձեզի սանգա։ Կամ ես, բավետ հոսանքի անջատումներով, հիմա եթե սրանք նորմալ են, պիտի հիմա վաղը, օրինակ վաղը, ես անձնարարում եմ տող կուսակցության ղեկավար կազմին, բոլոր դեսպանատներին ուղարկեն գրավոր տեղեկատվություն թիմում Էժմիածնի ինտրախախտումների, հովարային անջատումների, մեռյալ հոգիների, քրեական տերորի եւ ամեն ինչի վերաբերյալ։ Թող բոլոր դեսպանատները հասկանան, որ սա է արտադրվում։ Բոլոր երկրների դեսպանատներին կարգադրում եմ անի, տիկիրանին, կազմել զեկուցակել եւ ուղարկել։ Ասում զեկուցակել թիմում։ Ամեն այն նամամասությամբ։ Ինչ է կատարվել Բալմետ Էժմիածնի քաղաք այսպես կոչվածում։ Անջատումներ, այս նույն ձեռագիրը 35 տարի որթե գրած քաշատալի ցանկացած բանը, բայց իշխանություն ամեն ընտրությունների ժամանակ։ Այնա
Իշխանացնի էլեկտրոցանցի պետի մամայի տլոն կաշնային գլխից, այդ տորրիկի վաստակի, այդ բոզի տղու, որ ամբողջ էժմիածինը պիտի էլեկտրոցանցի պետի մամային տնի ու այդ բանից հարի, մամային, կնկան, աղբորը, կմորը, սարի, այդ տորրիկի վաստակը, ով է լուս անջատելա, բոզի տղա էժմիածինի էլեկտրոցանցի պետի, ամբողջ ընտանիքից շինի Ադրբեջանը, բողրիկի վաստակ, դեմը դրանջատի, ինչ վերաբերում է քաղաքապետին այսպես կոչված ընտրած և վազգենիքը որ թեկնածին, ես ես առանձին եմ տնով տեղով եմ բանից անելու, 2026 թվականին, բիրիկ պտելու եմ բանտերում, բողրիկի վաստակներ, ընտրակեղծիկներ անելու համար, լուսեն անջատելու համար, լցոնումներ անելու համար, մերյալ մարդկանց քվյարկացնելու համար, խախպի տղեք, լավ իշքան կարելի է, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ընտրատեղամաս գնալը պարտադիր է, դուք քաղաքացի եք, դուք գոմի կենթանի չեք, որ մուզեն բերեց գլխի դրեն չոբան, դուք ունեք քաղաքացիական պարտականություն, պարտավորություն ձեր երկրի նկատմամբ, Վոարերը տեղներից պոքեք հելեք, գնացեք էտ մի գարշկեն դրեք, ում ոգտին ուզում եք դրեք, բայց դրեք, գնացեք, որ ձեր տեղ այս բոզի տղեկը լցոնով չան են, իշքան դժարը, ասում եմ ես մծնել եմ օրենք, տուգան 300,000 տրած, մի գնացեք հա չկա, տեսեք 10,000 մարդ չի գնացեք, 10,000 անգամ 300,000 տրամի շալում, ագի գումարը բջեի համար, հա, էլ նավթով հանրապետությունում չի հարգելի է, էլ նավթով հիվանդանոցում է, բրիշկի թուղթը ցուցատարի աղջիկա, չի տուգավում, այս գնացողը պիտի տուգավի։ Եվ ուզում եմ դիմեմ են մյուսներին 2%, 1%, 3%, այդ հայտարարած թվեր ավակացնեին, արա ջան մի մասնակցեք, կամ էլ միացեք, սաղովըտ մի ճակատով, դաշին կախնեք մասնակցեք, ռոպոն էմի 5% անեք, 2% մի տոկոս, ամոթ էլ, ամոթ ա, ամեն ընտրություններին մտնում են, կակում են, ծռում են, մեջը, ես բոզը տողում էլ աղտադրում են, հետ ասեն է կդիմություն ենք, ես տեղ մեջտեղ ես պայթում եմ արդեն, խախնենք ենք ես խախ պիտվեք ի ձերը, ես հայաց շեչացների ձերը, ես բանակ շեցավայասների ձերը, աղտավեք, որ ես մինչև 2026-ը սաղ չմնամ, եթե ես սաղ մնացի ու դուք մտակ ընտրապայքարից մեր, ես այդ մոտ տնող կանչել եմ ձեր կողքին, վայն եկավ տարած ես, կամ կմիանակ մի հատ թիմ կկազմեք այդ թմով կմասնակցեք, կամ սետ ադինոշնի, ով մտակ, տուն ու տեղը հանելու եմ օթերով, ելեք եք տալում նախկի Վարդան Ղուկասյանին։ Սա է ուզում ասեի, չենք վհատվում, մի խաղաքում է թող ընտրակեղծիկով սեզ ներարտադրվել։ Ես ուղղակի զայրացած եմ ժողովրդի անտարբերության, հովանային անջատումների, այս մանր մունս լրպերի, որոնք որ մտան ու թաքին ծռին մեջը, այդ դրա վրա, այդ է այն ծախիցան է։ You have 1 minute left. Այսքանը սերի ժողովուրդ չենք վհատվում, հուսամ ամեն ինչ գտնա շատ նորմալ, բայց 2026 թվականի ետրությունների սերման չի լինելու, ես հաղթելու եմ, ես ձեզ ապասուցելու եմ, ոնց է լինում հաղթանակը, ու եթե մեկը փորձեց կողից մտնի ֆրֆրա, տուն ու տեղը